Երևանի 2800-ամյակի այգի, այլ կերպ անվանում են նաև Վարդանյանների այգի։ Երևանի 2800-ամյակի այգին վերակառուցվել և շահագործման է հանձնվել 2019 թվականին։ Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, իսկ հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քառակուսի մետր սալահատակն իրականացվել է 7 տեսակի գրանիտե քարերով։ Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի հատակագիծը, շրջապատված շատրվաններով, կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ, 45 վերասլած ջրաշիթերով, շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել են բրոզաձույլ 5 ջրային արձաններ։ Այգին շրջապատված է Իտալիայի Բեյրութի, Խորենացու և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով, սկիզբ է առնում Ստեփան Շահումյանի հուշարձանի դիմացից և ավարտվում Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ։ Այգու ներկայիս տարածքը ժամանակին եղել է անգլիական այգու մաս, գտնվելով վերջինիս եզրային հատվածում։ 2002 թվականին Իտալիայի փողոցի կառուցումից հետո այս տարածքը որոշակի իմաստով կղզիացավ։ Քաղաքի հենց այս հատվածում էլ 2018 թվականի սկզբին սկսվել և 2019 թվականին ավարտվել է Երևանի 2800-ամյակի այգու կառուցումը։ Այգու նախագծման աշխատանքները տևել են շուրջ կես տարի, իսկ կառուցման գործընթացը 1.5 տարի։ Համաձայն նոր ճարտարապետական նախագծի, կառուցման ընթացքում այգում փոխվել է ամեն ինչ, ամբողջությամբ փոխարինվել է անգամ այգու տարածքի հողը։ Այգու կանաչ տարածքը ընդհանուր առմամբ կազմում է 7500 քառակուսի մետր։ Այգում կան 70 տեսակի 369 ծառեր։ Այգում տնկելու համար ներմուծվել են 250 ծառեր, որոնք Հայաստանի համար առանձնահատուկ և էկզոտիկ են և հատուկ ընտրվել են Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին համապատասխան։ Այգին երկու կողմից շրջապատված է թփերից բաղկացած բուսական ցանկապատով։ Կանաչ տարածքները ոռոգվում են ավտոմատացված կաթիլային և ցնցուղային ավտոնոմ համակարգերով։ Այգու այցելուներին անհարմարություն չպատճառելու համար ոռոգումը իրականացվում է բացառապես գիշերային ժամերին։ Ամեն օր բոլոր շատրվանները միանում են ժամը 11-ին և գործում մինչև երեկոյան ժամը 12-ը։ Այգում կան 8 տեսակի բազմագույն լուսավորությամբ գրանիտապատ ավազանով շատրվաններ, հետնյոտնային վերասլած ջրաշիթերով, պտուտաձև, փրփրացող, կամարաձև, պարող, ալիքաձև և դինամիկ օրորվող։ Այգու բոլոր շատրվանների ավազանները կառուցված են երկու գույնի գրանիտե սալերով։ Գրանիտե սալերի վրա փորագրված են հայկական ավանդական զարդանախշեր։ Հիմնական շատրվանային համալիրը բաղկացած է երկու կողմից հնգական ավազան և 2800 ջրաշիթեր ունեցող շատրվաններից, որոնք զարդարված են հայկական նախշերով պատրաստված ալյումինից։ Համալիրի երկու ծայրերում տեղադրված են ցայտաղբյուրներ, 10 ավազաններից յուրաքանչյուրի գրանիտե և ալյումինե նախշերի դիզայն ինքնատիպ է և չկրկնվող։ Շատրվանային համալիրի կենտրոնական հատվածի ավազանում տեղադրված է վարդագույն կվարցիտից պատրաստված քարտեզ, որի վրա փորագրված են Երևանի 12 վարչական շրջանների անվանումները։ Քարտեզը շրջապատված է 12 դինամիկ փրփրուն շատրվաններով և 4 պտուտակաձև ջրաքթերով։ Այգում կառուցվել է նաև 30 շիթով ջրային կամար։ Այցելուների կողմից հյուսված հավատալիքների համաձայն կամարաձև շատրվանի տակով անցնելը առողջացնում է։ Այգում ստեղծվել է նաև փոքրացված մասշտաբով Երևանի իրական քարտեզի տեսքով սև գրանիտե փորագիր հրապարակ, 45 վերասլած ջրաշիթերով, շատրվանով։ Այն համալրված է 4 սենսորներով, որոնց միջոցով հպումով հնարավոր է փոխել շատրվանի դինամիկան։ Երեկոյան ժամերին հրապարակը շրջապատված է գետնի մակերեսից պարբերաբար դուրս եկող և գույնզգույն լուսավորմամբ մառախուղի շղարշով։ Քարտեզի վրա կապույտ գրանիտով ներկայացված է Հրազդան գետը իր 4 կամուրջներով։ Այգու 5420 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող սալահատակը պատրաստված է 10 սմ երկարությամբ, 10 սմ լայնությամբ և 5 սմ հաստությամբ, թվով 500 հազարատ 7 գույնի գրանիտե սալիկներով։ Այգու սալահատակի նախշերը գրեթե ամբողջությամբ կրկնօրինակված են հին հայկական ավանդական գորգերի նախշազարդերից, իսկ նախշերի մի մասն էլ արտապատկերում է Էրեբունի ամրոցիուրարտական ժամանակաշրջանի նախշազարդերը։
Սալահատակի կենտրոնական հատվածը զարդարում է հայկական գորգարվեստի նախշերով ուղեգորգը։ Ուղեգորգն ունի երկարավուն ու նեղ կառուցվածք, որի հիմքում շեղանկյունազարդ խոշոր հորինվածքների իրար կցված շարանով բնորոշվող գորգերի գեղազարդման համակարգն է։ Այս դեպքում խոսքը ճարտար տիպի գորգերի գեղազարդման համակարգի մասին է։ Ներկայացված է խնձորեսկ տիպի ուշ շրջանի վիշապագորգերի հիմնական հորինվածքը, որը բաղկացած է բարու և չարի հավերժական պայքարը ներկայացնող արևի խորհրդանշանից ու դրան շրջապատող վիշապի 8 ոճավորումներից։ Բարու հաղթանակն ու կյանքի հավերժության գաղափարը պատկերում են արևի խորհրդանշանից սկիզբ առնող կենաց ծառ նախշազարդերը։ Խոշոր շեղանկյունազարդի կենտրոնում տեղակայված է 1680 թվականին գործված Գուհար վիշապագորգի կենտրոնական վարդակի գծայնացված տարբերակը, իսկ անկյունները զարդարված են մասյացոդն տիպի ուշ շրջանի վիշապագորգերին հատուկ ոճավորված վիշապապատկերներով ու ճարտար տիպի գորգերին բնորոշ աստիճանաեզր շեղանկյունազարդերով։ Այգու տարածքում տեղադրված են 7 բրոնզաձույլ արձաններ, որոնք պատվիրված և պատրաստված են հենց Երևանի 2800-ամյակի այգու համար։ Այգու մուտքի հատվածում տեղադրված են Էրեբունի պատմական ամրոցի որմնանկարների նմանությամբ պատրաստված ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ։ Երևանի հատակագծի տեսքով շատրվանի 4 անկյուններում առկա ավազանների մեջ տեղադրված է երեխաների 4 բրոնզաձույլ ջրային արձաններ՝ երևակայություն, հոգատարություն, անաղարտություն, երջանկություն, իսկ երևանյան լիճը պատկերող հատվածում տեղադրված է նավակով երեխայի արձան՝ մանկություն։ Արձանները խորհրդանշում են 1970-1980-ականների Երևանի մանուկների կերպարները։